Միթե վերջապես գնում ենք Եվրոպա։ Հայաստանի խորհրդարանը մարտի 26-ին ընդունել է Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։ Սա իրականում աննախադեպ իրադարձություն է եւ ոչ միայն Հայաստանի համար։ Առհասարակ համաշխարհային պատմության մեջ չկա նման դեպք, երբ լինելով մի ինտեգրացիոն միավորման անդամ, Հայաստանի դեպքում Եվրասիական տնտեսական միության անդամ, առանց այդ միությունից դուրս գալու ընդունեն օրենք բոլորովին այլ միության, այս դեպքում Եվրամիությանն անդամակցելու մասին։ Ինչպես միշտ մենք բացառիկ ենք ամեն ինչում, սիրելի ժողովուրդ, թե ինչու եմ այդպես ասում, կմանրամասնեմ քիչ անց։ Մինչ այդ լսենք, թե ինչ քննարկումներ են եղել ազգային ժողովում, ինչ բովանդակություն ունի այդ օրինագիծը եւ վերջապես երբ ենք դառնալու Եվրամիության անդամ։ Ժողովրդին ամենից առաջ հետաքրքիր է կունենանք վերջապես Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմ, թե ոչ։ Լսենք ազատության ռեպորտաժը, ապա կշարունակենք։ Սա Հայաստանի պատմության մեջ թերևս ամենակարճ օրինագիծն է, այն բաղկացած է 25 բառից կազմված միայն մեկ նախադասությունից։ Օրենքը խորհրդարանում ծայրից ծայր կարդաց Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Հայաստանի Հանրապետությունը նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը եւ իրավունքի գերակայությունը, հայտարարում է Հայաստանի Հանրապետության Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկը։ Նախագիծն ազգային ժողով էր բերել Եվրաքվե քաղաքացիական նախաձեռնությունը։ Այնուամենայնիվ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագծից հանվել է արտահայտելով ժողովրդի կամքը արտահայտությունը։ Կառավարությունը նկատել էր, չեն կարող այս բառերը թողնել նախագծում, քանի որ այդ հարցով հանրաքվե չի անցկացվել, պարզաբանեց Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Մի քիչ շատ ուրախացանք, ոնց որ այսինքն ընդամենը գործընթացի մեկնարկ է տրվում, բայց թե հետագա ինչ քայլեր են արվելու, դեռևս պարզ չէ։ Անդիմադիր պատգամավորները սա համարում են ընդամենը կենաց, որը կապ չունի իրականության հետ։ Լսենք նրանց փաստարկները։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունը հայտարարեց, որ քվեարկությանը չի մասնակցի եւ քննադատեց նախագիծը։ Գործընթացը համարեց իշխող մեծամասնության արկածախնդրությունը, իսկ բուն օրինագիծը բաժակաճառ։ Սա օրենք չի, օրենքի ծաղր է։ Օրենքը երբ որ ազգային ժողովը ընդունում է նախագահ վավերացնում է, օրենքը պարտադիր է կատարման։ Բայց հիմա եթե այս օրենքը ընդունվի, որով հայտարարում է Հայաստանի Հանրապետության Եվրոպական միության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին, ես առավոտվանից գիշեր այս ամբիոնից խոսեմ, որ ես դեմ եմ Եվրամիության անդամակցությանը, Եվրամիության անդամակցությունը հանցագործություն է, մեկը ինչի կարող պատասխանատվության ենթարկել։ Իսկ ինչ հակափաստարկներ են բերում ԿՊ կամ պատգամավորները։ Բոլոր այն դեպքերում, որտեղ որ Հայաստանի Հանրապետությունը փորձ է անում դիվերսիֆիկացնել իր քաղաքականությունները եւ ամրապնդել իր անվտանգությունը, դուք բնականաբար գնում եք հին կոտրած տաշտակի արչև կանգնելու ճանապարհով։ Ինչ է նշանակում այս օրենքի ընդունումը։ Այն չի ենթադրում, որ Եվրամիության անդամակցության հարցով առաջիկայում հանրաքվե կանցկացվի։ Եվրամիության անդամության թեկնածու դառնալու գործընթաց Հայաստանը դեռ չի նախաձեռնել։ Դրա համար այլ ընթացակարգեր են նախատեսված։ Փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը այսօր շեշտեց, թեև օրինագիծը համահունչ է Եվրամիության հետ հարաբերությունների խորացման ծրագրին եւ Հայաստանի որդեգրած բալանսավորման արտաքին քաղաքականությանը, բայց այն Եվրամիության անդամակցության հայտ չէ։ Օրինագիծի ընդունումը ինքնին չի հանդիսանում Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության հայտ, այնուամենայնիվ այն հաղորդում է Եվրոպական միության հետ գործընկերության օրացումը նոր մակարդակի հասնելու ցանկություն ունեցող Հայաստանի քաղաքացիների ձգտումը եւ համահունչ է բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության։ Ըստ Եվրամիության ներկայացուցիչների Հայաստանի Եվրամիության անդամակցությունը երկար ժամանակ եւ ջանքեր է պահանջելու։ Անդամակցության ճանապարհին Հայաստանն ահռելի բարեփոխումներ պիտի իրականացնի։ Երկրի օրենսդրությունը արդարադատության ոլորտից մինչև սոցիալական եվրոպական չափանիշներին համապատասխանեցնի։ Նախաձեռնության հեղինակները կարծում են, որ նախագիծը Հայաստանի ձգտումներն է ներկայացնում։ Հայաստանի Հանրապետությունը, պետությունը արձանագրում է իր իղձը։ Լավ, իսկ ազատ վիզային ռեժիմից ինչ նորություն կա։ Ի պատասխան հարցի, թե ինչ ժամկետներում հնարավոր կլինի ունենալ ազատ վիզային ռեժիմ, փոխնախարարը պարզաբանեց. միակ ոլորտն է, որտեղ համագործակցությունը դեռ բավարար արդյունքներ չի տալիս։ Հարցի լուծումը մասամբ կարող է արագանալ նոր հյուպատոսարաններ բացելու արդյունքում։ Կուզենայի հիմա շատ այսպես ստույգ ասեի, որ կավարտենք 2 կամ 3 տարվա ընթացքում, բայց իսկապես դա ոչ հնարավոր է, ոչ էլ տեղին։ Եվրամիության գործընկերները միշտ խուսափում են կոնկրետ հվեր նշելու։
Ստացվում է, որ այդ օրենքով իշխանությունը ընդամենը փորձում է դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունն ու անվտանգությունը, ճոխ բառեր, բայց ռուսական կառույցներից, ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից գործնականում դուրս գալու մասին խոսք անգամ չկա։ Այս պահին Հայաստանը ԵԱՏՄ անդամ է եւ այս պահին կառավարության օրակարգում օրակարգ որպես այդպիսի ԵԱՏՄ անդամակցությունների դուրս գալու չկա։ Եվրամիության անդամակցության գործընթացը դա զուգահեռ օրակարգ է։ Թե Եվրամիությունում, թե Ռուսաստանում ասում են, որ անհնար է միաժամանակ լինել երկու միություններում, հետևաբար ինչ դիվերսիֆիկացիայի մասին է խոսքը։ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջև, քանի որ երկու աթոռի վրա նստել հնարավոր չի լինի, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Փաստորեն, սա Եվրամիության անդամակցելու հայտ չէ, սիրելի բարեկամներ։ Այդ օրենքի իմաստը հետևաբար որն է։ Հա, սա ընդամենը իղձ է։ Ինչպես լսեցիք, բարի ցանկություն, այսինքն ստացվում է մենք մնալու ենք ԵԱՏՄ-ում, բայց ցանկանալու ենք լինել նաև Եվրամիության անդամ։ Այսինքն արևին հերվից ենք նայելու, որ չայրվենք փաստորեն։ Հետևաբար հարց է առաջանում, թե որքանով են անկեղծ Հայաստանի իշխանությունները Եվրամիության անդամ դառնալու առումով ու որտեղ են ցանկանում մեզ խաբել, որովհետև ոնց որ թե խաբում են։ Միանգամից նշեմ, որ ցանկացած հայ մարդ այլ հավասար պայմաններում, եթե չկան անվտանգային ու գոյաբանական սպառնալիքներ, առնվազն պետք է կամ ռուսամոլ լինի անհույս, կամ ոչ այնքան խելամիտ, որպեսզի դեմ լինի Եվրամիության անդամակցությանը։ Անկամ ռուսները ժամանակին պաշտոնապես առաջարկում էին Բրյուսելին ԵՄ-ի հետ ստեղծել Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ միություն, այսինքն նրանք մեծ սիրով կցանկանային դառնալ զարգացած այդ համայնքի մաս, բայց դե աշխարհաքաղաքական հակասությունները, ինչպես միշտ, դրան խանգարեցին ու սկսվեց կոնֆլիկտ։ Այլ հարց, թե դա որքանով է իրատեսական Հայաստանի համար նման աշխարհաքաղաքական հակամարտության պայմաններում, նաև եվրոպացիների կողմից արդյոք ցանկալի է, եւ վերջապես որքանով են Հայաստանի իշխանություններն անկեղծ դա ուզում։ Եթե անկեղծ ուզեն, ապա Եվրամիությունը շատ վաղուց բոլոր երկրների համար սահմանել է շատ պարզ ընթացակարգ։ Այսպիսի օրենքներ ընդունվում են արդեն Եվրամիության կողմից անդամության թեկնածու լինելու դեպքում, այսինքն գործընթացի վերջում, այլ ոչ թե սկզբում։ Բայց ինչպես մնացած հարցերում, Հայաստանի ղեկավարությունը սկսում է վերջից եւ ընդունում միակողմանի որոշումներ առանց ստանալու մյուս կողմի, այս դեպքում Եվրամիության համաձայնությունը։ Նույն կերպ հիմա ցանկանում են միակողմանի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրեն։ Տեսեք, թե իսկապես Փաշինյանի կառավարությունը ցանկանար անդամակցել Եվրամիությանը, ապա հենց այսօր կվերսկսեր դեռևս 2013-ին Սերժ Սարգսյանի կողմից մերժված ասոցիացիան եւ ազատ առևտրի մասին պայմանագրի բանակցությունները։ Դրանք բանակցված փաստաթղթեր են։ Բերեք, ստորագրեք ու վավերացրեք։ Առանց դրանց Եվրամիության անդամ դառնալու հայտ դեռևս աշխարհում ոչ մի երկիր չի ներկայացրել։ Դա հենց Եվրամիության պահանջն է։ Ցանկացած եվրոպագետ գիտի, իսկ ես մասնագիտությամբ եվրոպագետ եմ, որ մինչև Եվրամիության անդամ դառնալը պետք է տնտեսական, քաղաքական ու իրավական բազմաթիվ ինտեգրացիաներ անցնել, հետո անցկացնել հանրաքվե, ստանալ ժողովրդի մանդատը, նոր հետո ընդունել օրենք անդամակցելու մասին, իսկ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ սա ժողովրդի կամքն է, ու ոչ մի իշխանություն իրավունք չունի դրան դեմ գնալ։ Այդպես են անցել բոլոր երկրները, հենց Ուկրաինան 2014-ին կնքեց այդ համաձայնագրերը, նոր հետո միայն 2019-ին օրենք ընդունեց, որ իր արտաքին քաղաքական կուրսը Եվրոատլանտյան կուրսն է։ Դրանից հետո միայն ստացավ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ Բրյուսելի կողմից, բայց ԿՊԱ-ականները մեզ ասում են, որ այս ամենը չի արվում, այսինքն հենց ԵՄ-ի սահմանած կարգի վրա իրենք փաստորեն թքած ունեն, դա իրենց չի հետաքրքրում, սա ընդամենը իրենց իղձն է, հասկանում եք, իղձ է։ Կա իղձ ու փաստորեն նաև եվրոիղձ։ Արդեն պարզ է, չէ, որ իրականում ԵՄ անդամ դառնալու ոչ մի մտադրություն էլ չկա։ Ժողովրդին պարզապես մոլորեցնում են եւ ցանկանում են գունավոր երազներ վաճառել նախընտրական այս շրջանում։ Ասա դուք ուր, Եվրոպան ուր։ Դուք եք մեզ տանելու Եվրոպա։ Ախր եվրոպացի լինելը դա էություն է, դա կարգավիճակ է։ Հայաստանը կարող է հեռավոր մի ապագայում նորմալ իշխանություն ունենալու դեպքում լինել Եվրամիության անդամ, բայց հաստատ դուք չեք մեզ այնտեղ տանելու։ Դուք ոնց որ թե ամեն ինչ անում եք, որ այդ իղձը դառնա թյուրիմացություն, որ վերջում ասեք, որ իբր փորձեցիք ու չստացվեց։ Ինչպես իբր Արցախի համար պատերազմեցիք, բայց չստացվեց պահել։ Նույն իմիտացիայի տպավորությունն է այս դեպքում։ Եթե ոչ, ապա ապացուցեք գործով։ Ինչու չեք բերում եւ ստորագրում արդեն գոյություն ունեցող Եվրամիության հետ բանակցած ասոցիացիան ու ազատ առևտրի համաձայնագրերը եւ ինչու չեք անում համաժողովրդական հանրաքվե։ Գիտեք ինչու։
Պետք է դուրս գա կախր ԵԱՏՄ-ից, հապկից ու անգամ ԱՊՀ-ից, քանի որ Ռուսաստանի հետ ազատ առևտրի գոտին ԱՊՀ-ի շրջանակում է կնքված։ Սա կլիներ իսկապես լուրջ մոտեցում ու անկեղծ քաղաքականություն, ինչպես արել են իսկապես Եվրամիության անդամ դառնալու ցանկություն ունեցող բոլոր երկրներում։ Ու չփորձեք ձեզ մեծ դիվանագետների տեղ դրած լոլոներ կարդալ, թե միանգամից չի լինի, պետք է ռուսներին չլարել, տակից զգույշ խելոք կճղենք կգնանք Եվրոպա։ Այդ խորամանկությունը չի անցնի ուր մնաց Մոսկվայում եւ Բրյուսելում։ Հիմա ուշադիր լսենք անձամբ Փաշինյանին, տեսնենք նա իսկապես ուզում է, որ Հայաստանը դառնա Եվրամիության անդամ։ Շատ անկեղծ պետք է ասեմ, որ մենք Եվրասիական տնտեսական միությունում վատ չենք զգում մեզ։ Ես կարևոր եմ համարում օրենքի ընդունումը, բայց ելի եմ ասում, մենք պետք է հասկանանք, որ դա չի նշանակում, որովհետև ես համոզված եմ, որ նաև քննարկումների ժամանակ ազգային ժողովի ամբիոնից այդ ուղերձը հնչել է, որ մենք պետք է ճիշտ սպասումներ ձևավորենք, որ մարդիկ չմտածեն, որ վերջ մենք դարձանք Եվրամիության անդամ կամ Եվրամիության անդամության թեկնածու։ Եվ ելի եմ ասում, սա կարևոր քայլ է, որպեսզի մենք Հայաստանի Հանրապետության ժողովրդի առաջ ընտրության շատ լայն հնարավորություն դնենք եւ ինքներս էլ այդ մեր ունեցած ընտրությունների միջև բովանդակային քննարկում ունենանք եւ սա նաեւ կարծում եմ անվտանգային առումով էլ շատ կարևոր կոմպոնենտ է, որովհետեւ այդ բալանսները իմ կարծիքով ուղիղ ազդեցություն են ունենում նաեւ անվտանգային միջավայրի վրա։ Ուշադիր լսեցիք, չէ՞, թե Փաշինյանը դրանից առաջ նաև արտգործնախարարության ներկայացուցիչը ազգային ժողովում ասացին, որ սա համահունչ է բալանսավորման քաղաքականությանը։ Իսկ բալանս լատիներենից թարգմանաբար նշանակում է երկու նժար։ Բալանսավորումը հավասարությունն է այդ երկու նժարի միջև։ Եթե բալանս են ապահովում, ապա այդ երկու նժարները պետք է հավասարապես լցված լինեն։ Եթե գնում ենք Եվրամիություն, ապա ամբողջությամբ նժարն այս կողմն է թեքվում։ Եթե ԵԱՏՄ, ապա թեքվում է այս կողմ, բայց Հայաստանի իշխանությունները համառորեն չեն ուզում ընդունել, որ միաժամանակ երկու նժարում լինելը անհնար է համարվում հենց ԵԱՏՄ-ում ու ԵՄ-ում, նրանք դա թույլ չեն տալիս։ Փաշինյանի թիմը, բայց դե կամակոր է, չէ՞, նրանք ասում են մեզ, որ ԵՄ-ում ու ԵԱՏՄ-ում չեն հասկանում փաստորեն, մենք ուզում ենք մնալ ԵԱՏՄ-ում, այնտեղ լավ է, հարմար է, դուրս չեն գալու, բայց Եվրամիություն էլ ենք ուզում։ Հա, տենց ենք ուզում ու վերջ։ Ինչպես Արցախը Հայաստանը ու վերջ, ԵԱՏՄ-ել ենք ուզում, ԵՄ-ել ենք ուզում, այսինքն նույն այդ արկածախնդրական մենտալիտետն է։ Լավ իսկ ինչու հնարավոր չէ։ Քանի որ լրիվ տարբեր օրենքներ ու կառավարման չափանիշներ են այդ միություններում։ ԵՄ-ն Ռուսաստանի հետ այսօր տնտեսական պատերազմի մեջ է։ Սահմանված են արգելքներ ու պատժամիջոցներ, բայց անգամ առանց այդ պատերազմի նրանք տնտեսական մրցակիցներ են ԻԲՆ ու ԻՑՆ։ Այսինքն հնարավոր չէ Ռուսաստանի հետ ունենալ ազատ տնտեսական ու առևտրային գոտի, միաժամանակ ազատ լինի մեզ համար նաև եվրոպական շուկան ու սահմանները։ Այդ ժամանակ նրանց միջև կկորեն այդ արգելքները։ Չկա նման նախադեպ աշխարհում, Փաշինյանի համար դժվար էլ չէ, ռուսներն ու եվրոպացիները բացառություն անեն, չեք կարծում։ Ռուսաստանը տալիս է տնտեսական ինչ-որ արտոնություններ, առանց վիզային ռեժիմ, աշխատելու իրավունք, առանց մաքսատուրքերի առևտուր, էժան գազ, որովհետև իր հետ ես։ Եթե իր հետ չես, նա դա անջատելու է։ Եվ միաժամանակ Եվրամիությունը ոչ մի լուրջ, այսինքն լիարժեք չի բացելու շուկան Հայաստանի համար, քանի դեռ Ռուսաստանի հետ ես։ Հնարավոր չէ տնտեսական պատերազմի մեջ գտնվող եւ իրար հետ մրցակցող երկու միություններին հավասարապես ազատ մուտք ունենալ։ Այսօր անգամ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը իրար դեմ սկսել են մաքսային պատերազմներ, ինչի մասին է խոսքը։ Եվրամիությունն ունի այսպես կոչված Կոպենհագենյան չափանիշներ կազմված 4 մեծ գլուխներից, որոնք վերաբերում են պետության բոլոր կարգավորումներին։ Որևէ մեկը չի խանգարում այսօր, անգամ Ռուսաստանն ու ԵԱՏՄ-ն, կյանքը Հայաստանում դարձնել եվրոպական ու փորձել եվրոպական չափանիշներով զարգանալ, վերցրեք այդ նորմերը եւ կիրառեք։ Բայց ԿՊԱ-ական իշխանության ո՞ր արված գործն է եվրոպական, սիրելի ժողովուրդ։ Ձեր խոսելն ու պահվածքն ասենք։ Եվրոպականից դուք ունեք միայն հագուստ, կոշիկ եւ ճամփորդական հաճույքներ, այլ եվրոպական ոչինչ չունեք։ Ինչին կպակ արժեզրկեցիք Արցախից մինչև ազգային արժեքներ այսօր արժեզրկում են նաեւ սիրելի հայրենակիցներ այդ եվրոինտեգրման գաղափարը։ Ինչ է եղել, որ դա էլ չարժեզրկեն։ Սա պետք է գիտակցել, որպեսզի հերթական անգամ թույլ չտալ մոլորեցնել ձեզ։ Բաժանորդագրվեք, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, որ ավելի շատ մարդ տեսնի, շուտով նորից կհանդիպենք։